Օրվա խորհրդի մասին նախ հատկապես առկա իրողությունների համատեքստում, երբ բոլորը խոսում են խաղաղության մասին, բայց խաղաղությունը կարծեք միակողմանի չի ստացվի, որ մի կողմով պայմանավորված խաղաղություն է։ Գիտեք, խաղաղությունն էլ մանանա չի, որ վերևից կախված մեզ պետք է տրվի։ Խաղաղությունը վաստակում են։ Հիշեք Վազգեն Սարգսյանի խոսքերը, որ խաղաղությունը պետք է լինի արժանապատիվ եւ պարտադրված։ Եվ բացի դրանից նա մի բան էլ էր ասում. գոնե մի անգամ մենք չհոգնենք մեր կռվից, մեր պատերազմից։ Ցավոք սրտի, այդպես չեղավ, բայց օրվա խորհուրդը այս հրաշալի սերունդն է, այս գեղեցկությունը, այսինքն անկախ դրանից ով ինչ ուզում է ասի, հողի վրա կանգնած մարդիկ ավելի ռեալ են կյանքին նայում այդ ձեր ասած խաղաղությանը, թե նրանք ովքեր իրանց հորջորջում են խաղաղություն բերողներ, այդպես չի լինում։ Խաղաղությունը այս ժողովրդի այս ուրախությունն է։ Ես անկեղծ ասած այս վերջի ժամանակներս այս կարգի տրամադրություն չեմ ունեցել։ Այս ինչ ուրախություն է, այս մարդիկ լսեք։ Պարոն Աբրամյան, կներեք, էլի, բայց խնածախում կրակում են, այդ խնդիրն էլ կա, էլի, այստեղ ասում եք խաղաղություն է տիրում։ Մենք գնանք միասին խնածախ, հələ գնանք տենանք ինչի են կրակում։ Լսի, օրվա բանի տրամադրության հետ չպետք է լինի, ֆիքսենք, որ մենք կանք, մենք սիրում ենք խաղաղությունը, բայց այդ խաղաղությունը նաև պետք է լինի արժանապատիվ, ոչ թե մուրալով ինչ-որ պայմանների բանով, մենք ուժեղ ենք, ուղղակի չեն կարողանում մեր մեջ այդ ուժը տեսնել, ընդհանրապես տեսնել։ Պարոն Աբրահամյան, երբ ասենք օրվա խորհուրդը օրվա իշխանության հետ հակադրության մեջ չի լինի։ Գիտեք, դա շտկելու բան է։ Ես ձեզ հավատացնում եմ, այնպես չի, որ այս ազգի ոնց են ասում, արգանդը կամ չգիտեմ ինչը չորացել է, հերոսներ ա բերելու, նոր վազգեններ, նոր մարդիկ կան հիմա նրանց ուղղակի դրսևորվել է պետք, եւ հետո բացի դրանից էլ կարողանան խելոք հավասարակշռված քաղաքականություն վարեն այս աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում։ Ընդդիմադիրները, պարոն Աբրամյան, ասում են, այս իշխանությունը թուրքամետ է, թուրքահպատակ է, նրանց հեռանալով է հնարավոր երկիրը փրկել։ Գիտեք, ես ձեզ հիմա նորից եմ էլի գալիս ասում, իմ հորս պայծառ հիշատակը, այդ հաղթանակը, այդ պատմությունները, հիմա օրվա իշխանությունները, ես այդ բառը ընդհանրապես տանել չեմ կարողանում, երբ որ ես արմատական ընդդիմություն էի։ Այդ ինչ բան է, ուրիշ բան, թե ինչ արժեքների են դավանում, մի ուրիշ ձևի, բայց պետք է ասեն, էլի անձնապես պիտակավորելը ինձ համար անընդունելի է։ Հիմա որ Փաշինյանին պիտակավորում են անձնապես, ասում են Արցախը տվեց, չեք ընդունում, պարոն Աբրամյան։ Բայց այդպես էր ասում։ Դե ինքն է օրվա պատասխանատուն, օրվա խորհրդի հեղինակը, դրա համար էլ իրան են ամենից շատ հայոյում, շատ սովորական նորմալ բան է։ Այ ես ձեզ հավատացնում եմ, մի փոքր համբերություն, ես նորից եմ ասում, շատ ժամանակ երբեմն ես ապշում եմ, հատկապես զինվորական մասնագետների բաների մասին, որոնք որ խոսում են, չգիտեմ, ինչ կարգի հրանոթ, ինչ կարգի ինքնաթիռ, ինչ կարգի չգիտեմ ինչ, դրանք ածանցյալներ են, առաջինը այս ազգին, այս բանակին, այս ժողովրդին հոգի է պետք, դուխ, մնացածը ամեն ինչը իրանք կճարեն, հրացանով կրակեն, թե չգիտեմ կացինով կամ բանով, կարողանան մարդկանց մոտ իրենց սեփական ուժերի նկատմամբ, հա ինչ եղավ, եղել է սխալի հետևանքով մենք ինչ որ միտեղ պարտություն ենք կրել, բայց 8-ն էլ է մեր տոնը, 9-ն էլ է մեր տոնը, միջև էլ է երկրորդ։ Ո՞րն է, պարոն Աբրամյան, 5000 երեխա են կորցրել, Արցախ են կորցրել, այնպես թեթև եք դա ասում։ Թեթև չեմ ասում, թեթև չեմ տա, ի տարբերություն ձեզ շրջապատներին, ես են ամենա
վատ իրավիճակում եմ եղել ու տեսել այդ հրաշք երեխաներին։ Ես դրա ոչ մեղավորն եմ, ոչ դուք եք մեղավորը, բայց համենայն դեպս նորից եմ ասում, այս օրվա խորհուրդը կարևորենք, տեսեք է ժողովուրդը կա։ Նշեցիք, որ կլինի մի անգամ, որ չհոգնեք կռվելուց, հիմա դա եմ ասում, ըստ էության Փաշինյանի առաջարկածը հենց դա է, ասում է խաղաղության պայմանագիրը կկնքենք, չեք հոգնի, չեք կռվի, դա ձեզ բավարարում է։ Չէ, ես այդպես դա ինձ համար ընդունելի տարբերակ չի։ Ես այդպեսին չեմ։ Իմ ոչ դաստիարակությունը սա, ոչ ապրած կյանքը սա, ոչ վերջը տեսածը սա, ոչ պատասխանատվությունն է այս երկրի այս հողի ջրի նկատմամբ։ Ես այդպես չեմ մտածում։ Մենք պետք է խաղաղություն իհարկե, մենք էլ այն ժամանակ էլ ենք խաղաղության մասին խոսում, բայց խաղաղությունը պետք է լինի արժանապատիվ ձևով, սեփական արժանապատիվ, խեղճ ու կրակ վիճակ չպետք է լինի։ Ես շնորհակալ եմ ձեզանից։ Շնորհակալություն։